Ակնհայտ կարող եմ ասել, երկու անգամ առիթ է եղել հանդիպելու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ Սերժ Սարգսյանը բառացին ասել է հետեւյալը. Իմ կողմնակիցների էջերում արված ցանկացած գրառման ես տեղյակ եմ, այնպես որ սա իր ոչ միայն տեղյակ լինելով, ես վստահ եմ հրահանգով են այդ մարդիկ աշխատում, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնք անցան բոլոր կարմիր գծեր, այդ մարդիկ փողոցում որ քեզ տեսնեն, պիտի ճանապարհը փոխեն կամ ցանկացած որևէ մեկին տեսնեն։ Այդ մարդիկ պիտի մեծ պատիվ համարեին, ասենք, քեզ կամ մեկ այլ վերլուծաբանի գործչի հետ նստել, սուրճ խմել, քննարկել, կարծիքներ լսել։ Ես բացի հրահանգից ուրիշ մոտիվացիա չեմ տեսնում այդ կարմիր գծերը անցնել։ Բայց սա նաև խոսում է, գիտեք ինչի մասին։ Ես մի կողմից խղճում եմ այդ մարդկանց, մյուս կողմից ցավում եմ, որ Սերժ Սարգսյանը փաստորեն լինելով այդ գրողներից շատերի համար պապի տարիքի մարդ, այս կարգի օգտագործում է այդ մարդը, որովհետև ինքը վաղը միսօր լավ թող Աստված երկար տարիների կյանք տա, քաղաքականությունը ծերանալու, շատ է ծերանալու չի մասնակցել, այդ մարդիկը մնալու են։ Այսինքն ինչու է այդ երիտասարդ մարդկանց հիմիկվանից սարքում ուղակի լաթի կտոր, որը օգտագործելուց հետո դեն են նետում։